Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում ամեն մի նոր դրվագ իսկական սենսացիա է խորը դրամատիզմով, անակնկալ շրջադարձերով և ամենակարևորը՝ հերոսների հոգեբանական փլուզումներով։ Այս անգամ էլ իրադարձություններն ուղղակի դուրս են գալիս վերահսկողությունից։ Դիանա Գրիգորյանի սցենարը կոտրում է բոլոր կանխատեսելիության սահմանները՝ հեռուստադիտողին պահելով լարվածության գագաթնակետին։ Աննայի ծննդաբերությունից հետո կարծես խաղաղություն պետք է տիրեր, բայց այդ հույսերը հօդս են ցնդում, երբ հիվանդանոցի բուժքույրը պատահմամբ ասում է Միքայելին, որ երբ Աննան հանկարծակի վատացել է ու վայր ընկել, մի տղամարդ է օգնել նրան։ Սկզբում այս արտահայտությունն անմեղ է թվում, բայց երբ Միքայելը կասկածում է, որ այդ տղամարդը Սոսն է եղել, նրա աչքերի առջև մտնում է նրա ամբողջ մարմինը լցվում է խանդով ու կատաղությամբ։ Միքայելի համար Սոսը մշտապես եղել է սպառնալիք ոչ միայն որպես նախկին սիրող մարդ Աննայի կողքին, այլ որպես մեկն, ով հոգեպես երբեք չի հեռացել նրանց կյանքից։ Եթե նա հաստատ իմանա, որ Սոսն է օգնել Աննային, երբ ինքը բացակա է եղել, դա կլինի իսկական խայթ իր արժանապատվությանն ու տղամարդկությանը, նա պատրաստ կլինի ամենամռայլ քայլին, թեկուզ ուժով հեռացնելով Սոսին Աննայի կյանքից։ Բայց սրան զուգահեռ հնչում է այնպիսի մի նախադասություն, որ ցնցում է բոլորին, երբ Հենրին պապիկին ասում է, որ դու անհանգստանում ես քո նոր ծնված թոռան համար, իսկ Անգելինան, Հենդոն ասում է, որ Անգելինան իր թոռը չէ։ Էնդոն, ով հայտնի է իր անզգույշ լեզվով, անհոգի ձևով ասում է մի բան, որն իրականում կարող է ամբողջովին բացել գաղտնիքը, նա լեզվից թռցնում է, որ Անգելինան իրականում իր թոռը չէ։ Հենրին ու Ֆաինան իրոք քարանում են, նրանք չեն կարող հավատալ իրենց լսածին։ Ինչպես կարող է Անգելինան, որին Հենրին սիրել է ամբողջ հոգով, իսկ այժմ տառապում է, պարզվի, որ ընդհանրապես արյունակցական որևէ կապ չունի։ Ինչ պատասխան է տալու Հենդոն, ինչպես է տակից դուրս գալու, ցույց կտա ժամանակը։ Բնականաբար, դեռ գաղտնիքներն այսքան շուտ դժվար թե բացահայտվեն։ Այդ շփոթահար պահին էլ հենց դուռը թակում են, դռան շեմին կանգնած է ոչ այլ ոք, քան Անգելինան։ Նա երկար ժամանակ բացակայում էր, սակայն նա վերադարձել է ոչ միայն Հենրիին տեսնելու, այլ ճշմարտության հետևից։ Քանի որ Հենրին որոշել էր նախորդ գիշեր պատմել ողջ ճշմարտությունը, բայց այս անգամ էլ Անգելինայի մայրիկը Վիկտորիան նորից հայտնվեց ոչ ճիշտ պահին ու խանգարեց, որպեսզի Հենրին ասի այն ճշմարտությունը, որն ուղղակի քայքայում է իր հոգին։ Չնայած օրեր առաջ Վիկտորիան խնդրել էր Հենրիին, որպեսզի Անգելինային չասի այդ ճշմարտությունը, չասի, որ իբրև թե իրենց դուստրը չէ, այլ Միքայելինն է, որովհետև նրանք վախ ունեն, որ Անգելինան կմոռանա ու կհեռանա իրենցից։ Իհարկե նման բան չի լինի, սակայն նրանք ծնողներ են ու վստահաբար դեռ վախի մթնոլորտում են։ Չնայած Անգելինան վախենում է լսել այն, ինչ գիտի կամ կասկածում է, բայց նա ցանկացել է և ուզում է իմանալ ճշմարտությունը, ինչու իրեն մերժեցին, ինչու հանկարծ բոլորը հեռացան նրանից, ինչու Հենրին, ում ինքն այդքան սիրում էր, դադարեց խոսել իր հետ ու նույնիսկ կոպիտ է վերաբերվում։ Միաժամանակ մեկ այլ ճակատում Լիլիթի կյանքը սկսում է փլուզվել, Անետն, ով երկար ժամանակ լռել էր, վերջապես հավաքում է համարձակությունը, նայում Լիլիթի աչքերին, ասելով ճակատագրական խոսքերը, որ ամեն ինչում հենց Լիլիթն է մեղավոր։ Ես գիտեմ, որ տարիներ առաջ հենց դու ես Միքայելին ուղարկել Սոսի հետևից։ Այս բացահայտումը կործանարար է լինելու Լիլիթի համար, քանի որ Սոսը մինչև հիմա կասկածում է, որ Աննան է Միքայելին ասել, որ Սոսը գալիս է։ Լիլիթը գիտակցում է, որ այս տեղեկությունը տարածվելու է, ապա ոչ միայն Սոսի հետ հարաբերությունները կվերածվեն բացահայտ թշնամանքի, այլ նաև նա կկորցնի հենց Սոսին։ Լիլիթը հիմա սեղմված է պատին բոլոր ճակատներից։ Սոսի համար, ում ինքը զոհել է տարիներ, կտեսնի որպես խորամանկ։ Բնականաբար նա այսքան տարիներ թաքցրել է այդ ճշմարտությունը և հավանաբար հենց այս պահին ինչ-որ մեկը լսելու է։
Հեռուստադիտողների մի մաս կարծում են, որ հենց սոսն է լսելու Անեթի ու Լիլիթի խոսակցությունը և վերջնականապես բաժանվելու է Լիլիթից, հասկանալով, որ այսքան տարիներ ապրել է ստի ու կեղծիքի մեջ: Նա հասկանալու է, որ Աննան այդ ամենում որևէ մեղք չունի և այս ամենը կազմակերպել է հենց Լիլիթը: Սա այն պահն է, երբ բոլոր հերոսները կանգնած են ճշմարտության ու կործանման եզրագծին: Յուրաքանչյուր բառ, ամեն հիշողություն ու գաղտնիք դարձել են պայթյունավտանգ, սպասելով միայն մեկ կայծի: Եվ այս սերիալն հենց այդ կայծն է, որը պարբերաբար պայթեցնում է, դարձնելով «Վերջին զանգը» հայկական հեռուստատեսության ամենադիտվող և ինտրիգներով լի սերիալը: Այնպես որ բաց չթողեք մեր տեսանյութերը, որոնք կցուցադրենք մի փոքր ուշ ու կբացահայտենք շատ հետաքրքիր գաղտնիքներ, որոնց մասին դեռ ոչ ոք չգիտի: Գրեք նաև, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելին իմանալ: